Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Տեղի ունեցավ մեր ձևը շարժման հավաքը, որտեղ հայտարարվեց, որ համակարգող Նարեկ Կարապետյանի կողմից հայտարարվեց, որ ամեն ինչ անելու են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երկրորդ անգամ դառնա ընդդիմություն, առաջիկայում նաև հունվարից հետո ըստ էության նրանք իրենց վարչապետի անունը, թեկնածուի անունը կհրապարակեն։ Պատրաստ եք Տիկին Հակոբյան իշխանության այս կոմֆորտ վիճակից կրկին գնալ ընդդիմադիր դաշտ։ Նախ ես մեր ձև չեմ ընդունում այդ կուսակցության անունը, շարժման անունը, սա մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ հին ձևերն են, և ինչու եմ ասում, որ հին ձևերն են, որովհետև այս մարդիկ ներծծված են նախկին իշխանությունների մեջ, և դրա լավագույն ապացույցը հենց նրանց դեմքերն են, նրանց հիմնական ֆինանսական աղբյուրն է, բեմում նրանց այդ գլխավոր խոսող գլուխներն են, որոնց դուք կարող եք նախկինում տեսնել ուրեմն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած խմբակցության ներքո, հանրապետական տարբեր նախկին պաշտոնյաներ և այլն, այսինքն մեր ձևը որն է, սա հին ձևերն է և վերջ։ Մենք ընդդիմություն դառնալու առհասարակ վախ չունենք և նորմալ է ժողովրդավար երկրներում, երբ այտենց որոշակի ժամանակով որոշ ուժ լինում է իշխանություն, հետո որոշ ուժ այլ ուժեր են գալիս իշխանության և նախկին իշխանության ուժերը լինում են ընդդիմություն և սա օգնում է նաև այն առումով, որ նաև ոնց որ պայքարելու, ավելի լավը լինելու, այսպես մոտիվացիա է լինում, սխալներն ուղղելու, բայց Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ մեծ հաշվով Հայաստանի քաղաքացիները կանգնած են շատ փոքր ընտրության առաջ, կա ուժ քաղաքացիական պայմանագիրը, որը ապացուցել է, որ կարող է բերել խաղաղություն և այն ինստիտուցիոնալ դարձնելու համար չի խնայում ոչինչ, շատ դեպքերում խորը քննադատության է արժանանում և կա ուժ, որը ասում է, որ մենք գալու ենք և այդ բոլոր պայմանավորվածությունները չեղարկելու ենք, որոնք իրենց հիմքում շարժման դնում են ավելի մեծ հայրենիք ունենալու գաղափարը, որոնք չեն հաշտվում այն իրողությունների հետ, որոնք անդառնալի են դարձել 30 տարի տևած քաղաքականության արդյունքում։ Եվ մեծ հաշվով մեր վախը ոչ թե իշխանություն չլինելն է, այլ այլընտրանքն է մեր իշխանության։ Տիկին Հակոբյան, դուք որ նշեցիք հին դեմքերն են, ինչ նկատի ունեիք, ում նկատի ունեիք։ Տեսեք, այնտեղ մեծ հաշվով այդ բեմահարթակում օրինակ Սերժ Սարգսյանի նախկին նախարարն է, բեմահարթակում Ռոբերտ Քոչարյանի ուրեմն падգամավորն է և ոչ միայն, օրինակ նույն Կարեն Կարապետյանը, որը Նարեկ Կարապետյանի հայրն է, Սամվել Կարապետյանի եղբայրն է, եղել է հանրապետական գերագույն մարմնի ուրեմն անդամ, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, այսինքն և առհասարակ հիմա բեմում էլ ես կարող եմ անուններ ասել, որը մեծ հաշվով հիմա ոչինչ չի ասում մեզ լսողներին, բայց մենք գիտենք, թե ինչպիսի ջանքեր են ներդրել նույն հանրապետական կուսակցության համար, ինչքան փոխկապակցված են այս մարդկանց հետ և ուղղակի տարբեր այս հանրապետական և դաշնակցական շրջանակից հավաքես մարդկանց բերես ուրիշ անվան տակ ինչ-որ ուժի ներքո ներկայացնես, սա չի նշանակում էլի, որ սա նոր ուժ է, չի նշանակում, որ այս մարդկանց մոտ ինչ-որ բան է փոխվել, չէ՞ որ երբ որ դու հատկապես գալիս և հայտարարում ես, որ մենք նախկինների հետ կապ չունենք, մենք նրանց հետ չենք միավորվի, սա գալիս է նույն պատկերը, երբ Գյումրիում Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը իրար դեմ ինչքան ակտիվ էին պայքարում և ոնց էին իրենց ընտրողներին համոզում, որ ընտրեք ինձ, որպեսզի մյուսը չգա, ես ձեզ ասեմ ավելին, ընտրություններից 2-3 օր առաջ նույն Մարտուն Գրիգորյանը ասում էր, որ ինքը
չի թույլ տալու, որ Վարդան Ղուկասյանը դառնա իշխանություն, որ դառնա քաղաքապետ, որ ինքը ոչ մի կերպ չի ուրեմն գցի իր ընտրողներին, բայց տեսանք ինչ եղավ։ Հիմա նույն պատկերն է գալիս, այսինքն դու բերում ես ինչ-որ ուրիշ անվան տակ, շատ փողներ դնելով, ռեսուրսներ դնելով, հա, սցենարիստներ վարձելով, շքեղ բեմեր վարձելով, տարբեր քաղաքացիներին ինչ-որ նվերներ տալով, այլ կերպ ասած ընտրակաշարք բաժանելով, գալիս ես եւ բան ես անում, ասում ես ես նորն եմ, չէ, դու նորը չես, դու նույն հինն ես։ Ուղղակի ինչ-որ նոր բրենդավորում է, էլի։ Տեսել եք, չէ՞, որ օրինակ նոր բանկերը, բան ռիբրենդինգ են անում եւ ինչ-որ անունը, լոգոն փոխում են, բայց նույն ուժերն են աշխատում, նույն մարդիկ են, նույն քաղաքականությունն է, նույն կապիտալն է, անգամ շենքը նույնն է։ Այսինքն այն բանկոմատները, որ կան, նույնն են։ Ուղղակի անունն է փոխված, գույնն է փոխված, կառավարիչը նույնն է։ Ուղղակի այլ անվան տակ են հանդես գալիս։ Հիմա նույնն էլ էս նոր ձևավորված ուժն է, որը ամբողջությամբ հինն է։ Տիկին Հակոբյան, երբ դուք արձանագրում եք, որ օրինակ Քոչարյանի թիմակիցներ կան այդտեղ, օրինակ ըստ էության ակնարկելով փաստաբան Վարդևանյանին եւ մյուսներին, այստեղ նաեւ մի հարց է առաջ գալիս, հա, իսկ ովքեր են ՔՊ-ում, օրինակ վարչության ընտրություններից հետո հանրությունը տեսավ, որ Նիկոլ Փաշինյանից հետո ձեզ մոտ ամենաշատ հեղինակությունը ունի նախկին հանրապետականը Գևորգ Պապոյանը, երրորդ տեղում Բայց պարոն Պապոյանը, ես հիմա ես չեմ երրորդ կարող տեղում ճշգրիտ Վահագն ինֆորմացիա։ Ալեքսանյանն է, որի անունը կապում են Այո։ ԲՀԿ-ականների հետ։ Ինքնին որ վերցնում եք Նիկոլ Փաշինյանը նախկին ՀԱԿ-ից է, այսինքն սա էլ ձեր կուսակցության եռյակն է առաջին։ Տեսեք, իմ երկու գործընկերները, որոնց անունները դուք շեշտեցիք, պարոն Պապյանի եւ պարոն Ալեքսանյանի, նրանք մի քանի անգամ պարզաբանել են, որ սուտ են տեղեկությունը, որ իրենք հենց կուսակցական են եղել։ Նույն պարոն Ալեքսանյանը ինչ որ համագործակցություն, ինչ որ մի փուլում ունեցել է եւ քո աշխատանքի ընթացքում դու կարող ես որոշակի համագործակցություն ունենալ, բայց ամբողջ ուժով բան անել, նվիրվել, աշխատել, կապվել այդ կուսակցության հետ, լինել մի քանի տարի այդ ուժի падգամավոր, հետո գալ եւ ուրիշին արդեն այդ նույն ջանասիրությամբ ծառայել եւ ասել, որ դու նախկինի հետ կապ չունես, սա է ամբողջ բանը, թե չէ երիտասարդ տարիքում ինչ որ բան ես անցնում աշխատանքային եւ մի Հայաստանում այնպես չի էլի նույն լրատվական դաշտը, նույն տարբեր դաշտեր, հա, բոլորը փոխկապակցված են եղել նման դեմքերի հետ, կուսակցական տարբեր դեմքերի հետ։ Դու կարող ես աշխատել ինչ որ մի բանում, ինչ որ մի, չգիտեմ, սրճարանում, արտադրամասում, որը այսպես թե այնպես կապված է ինչ որ կուսակցական օդիոս դեմքի հետ, որովհետև ապա քաղաքական մարդը չէր կարող ինչ որ բիզնես ունենալ։ Դու պետքա անպայման լինեիր ինչ որ անդամ, ինչ որ մի բան։ Հիմա էլ շատ ուսուցիչներ, եթե մեզ լսում են, դպրոցի տնօրեններ կարող են փաստել, որ ժամանակին իրենց ասած ոնց որ ստիպողաբար դարձրել են կուսակցական, որովհետև այլ տարբերակ չկար քո գոյատևելու։ Բայց կուսակցական լինելու մասին չի հիմա միայն խոսքս, ուզում եմ ասել, որ ինչ որ մի փուլում մարդիկ կարող են աշխատել այնպիսի վայրում, որը փոխկապակցված է ինչ որ կուսակցական դեմքի հետ, ինչ որ պաշտոնյայի հետ, բայց դա մի բան է նախարար լինելը նախկին իշխանության, մի բան է ուրեմն ընդդիմության մի ուժի падգամավոր լինելը, չգիտեմ, սա է էլի ամբողջը, թե չէ կամ նույն Կարեն Կարապետյանը չեք կարող չի ասել, որ այ կհամեմատեք իմ գործընկերների բերած օրինակի հետ Կարեն Կարապետյանի կապը հանրապետական կուսակցության հետ կամ պարոն Վարդավանյանի կապը եւ սրա մասին է խոսքը, ոչ թե ինչ որ մի փուլում, ինչ որ մի տեղում միասին լուսանկար ունենալը կամ ինչ որ մի կերպ համագործակցելը։ Դուք էլ չէ ինչ որ մի փուլում ձեր աշխատանքային տարբեր լրատվամիջոցների հետ կամ քաղաքական ինչ որ ենթատեքստ ունեցող, ֆինանսավորում ունեցող տարբեր կառույցների հետ եք աշխատել, բայց դա չի նշանակում, որ դուք վաղը մյուսօրը ձեզ պետք է կապեն օրինակ նույն Նիկոլ Փաշինյանի հետ, չէ՞ որ դուք եւս համագործակցության կարճ ընթացք ունեցել եք կամ այլ ուժերի հետ փոխկապակցված ինչ որ կառույցներում։ Կարճ չէ, ես բավականին երկար եմ աշխատել հայկական ժամանակում, Հատկապես որ երկար եք աշխատել։ բայց չէ, տեսեք, լրատվամիջոցում աշխատելն այլն է, բայց երիտ հանրապետականների հետ գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի տան մոտ ակցիա անելը այլ է։ Ես օրինակ հայկական ժամանակում աշխատելով Նիկոլ Փաշինյանին
ոչ հաճելի հարցեր եմ տվել իմ պատկերացմամբ, բայց ձեր թիմակիցը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի տան մոտ ակցիա է անցկացրել։ Հետո դա բան է քաղաքացիական հասարակական ակտիվություն է եւ մեզնից շատերը տարբեր ինչ որ ակցիաների մասնակցել ենք սա չես համեմատի էլի հարգելի Նարեկ իմ ասած դեմքերի փոխկապակցվածության հետ Եվ ես չեմ ուզում հիմա իմ գործընկերների փաստաբանի դերը ստանձնել, դուք կարող եք իրենց հարցեր տալ, որովհետև ես չեմ կարող հիմա դեպքը անգամ չգիտեմ, որպեսզի խոսեմ։ Լավ, Տիկին Հակոբյան, դուք օրինակ մտավախություն չունեք, որ Գյումրու սցենարը կլինի, օրինակ նոր ուժեր են, հա, առաջ գալիս։ Մի քանի ամսից Կարապետյաններ իրենց վարչապետի տեխնացուին կառաջադրեն, արդեն վարչապետի տեխնացուներ կան, Արման Թաթոյանն է հայտարարել, որ գալիս է, հավակնում է վարչապետի պաշտոնին իշխանությունը վերցնելու, այսինքն նրանք կմիավորվեն եւ դուք լավագույն դեպքում ընդդիմություն կլինեք խորհրդարանում։ Տեսեք, այն որ այս սցենարը նույն հանրապետականները, դաշնակցականները, քոչարյանականները այդ թվում, հա, Սամվել Կարապետյանի ի հայտ գալուց հետո անընդհատ ասում են, սա ակնհայտ է։ Այսինքն այն, որ նրանք վերջնարդյունքում միավորվելու են, սա միանշանակ է։ Այսինքն մարդը, որը կընտրի նույն Սամվել Կարապետյանի այդ բանը ղեկավարած ուժը, դա ուղիղ ընտրություն է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի Եվ նախկինում էլ, հա, սրանից առաջ նույն այդ հանրապետական դաշնակցական դեմքերն ասում էին, որ շատ լավ է, որ կա Սամվել Կարապետյան, որովհետև այն մարդիկ, որոնք չեն ուզում ընտրել իշխանություն, չեն ուզում ընտրել խորհրդարանական ընդդիմություն, նրանք գանան, կընտրեն Սամվել Կարապետյան եւ մենք հետո կմիավորվենք։ Սա ուղիղ ասվել է բոլոր այս ընդդիմադիր ուժերի կողմից։ Բայց արդյոք ես հավանական համարում եմ, որ ժողովուրդը էլի կխափնվի այս սցենարին, կարծում եմ, որ Գյումրու սցենարով այս մի այսպես իրենց ռազմավարական նպատակը արդեն իսկ բան է, ակնհայտ դարձած է։ Այսինքն այդ մի հնարավորությունը, որ կարող էին խափնվել մարդիկ, հա, որ երթվում են մենք չենք միավորվի բան, սա ցույց տվեց Գյումրու սցենարը, որ սուտ են ասում Հիմա էլ փորձում են նույն Սամվել Կարապետյանի շուրջ հավաքված մարդիկ ասել, որ իրենք չեն միավորվել։ Դուք վերջին օրերին շատ բարձր կլսեք այս հայտարարությունը, իրենք անհնար է, իրենք չեն միավորվելու նախկին իշխանության հետ, բայց սա միանշանակ է, որ միավորվելու են եւ նորից ժողովուրդը չի խափնվելու, որովհետեւ մի անգամ մենք շատ sense լայն մասշտաբով տեսանք, թե ինչպես է այս սցենարը աշխատում։ Եվ ձեզ ասեմ ավելին, շատերը չեն էլ հավատացել, որ հնարավոր է նման բան։ Այսինքն հնարավոր է, որ փոքր ձայներով մարդիկ, այդքան տարբեր մարդիկ որոշ դեպքերում, հա, ինչը վերաբերում է Գյումրուն, հա, որտեղ արյուն էր հոսել նրանց մեջ, մարդիկ երթվում էին, որ անհնար է, որ այդ թշնամանքի պարագայում նույն Մարտուն Գրիգորյանը հանկարծ միավորվի, ավելի շուտ ասում են կմիավորվի Նիկոլ Փաշինյանի հետ, քան Վարդան Ղուկասյանի, բայց անգամ այս դեպքում ժողովուրդը տեսավ, որ հնարավոր է միավորում, որովհետև նրանք ղեկավարվում էին այլ տեղերից եւ այդ Գյումրու ասած Հասիբ Նամուսը իրանց դեպքում, ինչպես գյումրեցիներն են աշխատում, ասում չաշխատեց։ Այնպես որ այստեղ եւս արդեն ես հնարավոր չեմ համարում, որ նորից կխափնվեն մարդիկ այս սցենարին։ Դե հիմա Եվ երկրորդը բանը ասեմ, էլի ձեզ մի բան էլ ասեմ։ Մենք մեր առաջ նպատակ ենք դրել եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հավաքածայինները այնքան լինեն, որ քանի մասի էլ բաժանված ընդդիմությունը միավորվի չկարողանա ավելին ունենալ, քան քաղաքացիական պայմանագիրը, այնպես որ այս սցենարը ես նաեւ այս պատճառով հավանական չեմ համարում։ այդ թվում նաև դուք այդ ձայները կապահովեք կեղծիքների միջոցով, Տիկին Հակոբյան։ Սա բացառվում է եւ կարծում եմ մեզ լսող մարդկանց մեջ շատ այսպես վառ ուրեմն բաներ իլյուզիաներ կամ բաներ ունեցող մարդիկ կարող են հավատալ այս նման հնարավորության, որովհետեւ մենք եթե հանկարծ մենք ընտրություն կեղծենք, սա կլինի մեր վերջը, այսպես ասեմ։ Մենք ընտրություն երբեք չենք կեղծի, ոչ մի բանի պարագայում չենք կեղծի եւ այս ողջ ընթացքում մենք անցել ենք 21 թվականի ընտրություններ, երբ հիշում եք ինչ տրամադրություններ էր, երբ ինչ մարդիկ են մտել հա պայքարի մեջ եւ անգամ այս դեպքում ոչ ոքի մոտ հարցեր չի առաջացել ընտրությունների անաչառ լինելու մեջ, այնպես որ սա բացառված տարբերակ է։
Գիտեք, այս բանը էլի բնույթ է, սա բանը էություն է էլի, որը կամ դու այդպեսին ես կամ այդպեսին չես։ Օրինակ, ընդդիմություն եղած ժամանակ անգամ նախկին իշխանությունը ինքը էլի փորձում էր ուրեմն ընտրակաշառքի միջոցով եւ այլնի միջոցով ինչ որ ունենալ իշխանություն, հա, ձայն հավաքել։ Իսկ սա մարդկանց մեջ է, սա չի կարող, ձեռքբերովի չէ կարծում եմ։ Տիկին Կարապետյան, ներողություն, Չէ։ լավ էս մասն էլ կհանենք։ Տիկին Չէ, հանի ոչինչ։ Տիկին Հակոբյան, տեսեք, Սամվել Կարապետյանի եղբորորդին ասում է, որ Սամվել Կարապետյանին պահելով KGB-ի պատվալում հասարակության աչքին կորցնում են արդարության վերջին նշույլը։ Ինչու եք այդ քայլին գնացել, ինչու եք մարդկանց մոտ մարում արդարության հասնելու վերջին հույսերը։ Այ, ինձ թվում է հակառակն է, մարդիկ տեսնում են, որ ինչքան էլ մարդը փող ունենա, բարերարի պիտակ ունենա, չի կարող սահմանադրական կարգ խախտել, չի կարող այնպիսի կոչեր անել, որոնք նկարագրված են քրեական օրենսգրքում։ Այսինքն օրենքը հավասար է բոլորի համար, օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ հետեւաբար սա հակառակը, սա արդարության մասին է խոսում, որ անկախ նրանից դու ունես վարկեր, թե ունես ինչ որ Forbes-ում սանդղակ հարստության, միևնույն է դու օրենքի առաջ հավասար ես։ Բայց նա ինչ օրենք է խախտել։ Օրինակ հիմա ես իմ ձևով հարցեր եմ տալիս, դուք ձեր ձևով պատասխանում եք այդ հարցերին։ Մենք սահմանադրական կարգ ենք տապալում Հայաստանում իշխանությունը բռնի զավթելու մասին գործողություններ է ենթադրում մեր այս հա հարցազրույցի ընթացքում։ Յուրաքանչյուրը իր ձևով հարց ու պատասխան է օրինական մեծ պարագայում։ Տեսեք, եթե դուք որպես լրագրող ասեք, որ դուք ձեր ձևով, չէ, ասեք, որ դուք ինձ հարցեր կտաք եւ հետո ասեք, եթե լրագրողական ձևով չլինի, ես իմ ձևով այդ հարցերը կպարզաբանեմ։ Սա բացառում է, չէ, լրագրողական ձևը։ Եթե լրագրողական ձևով դու ասում ես չկարողանամ, ես իմ ձևով դա կանեմ, դա բացառում է, չէ, լրագրողական ձևը։ Այո, դա կարող է օրինակ լինել, Միանշանակ է, չէ։ դա կարող է Եվ լինել դուք լրագրողական եւ էթիկայի խախտում, որ ասենք դա բարձր ձայնով սա էլ է խախտում, էլի, սա էլ է խախտում։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որտեղից է գալիս Սամվել Կարապետյանը, այնտեղ ինչ կարգեր են գործում եւ հենց ինքը իր խոսքում բացառելով քաղաքական ձևը, սա այստեղ явաբա համակարգը տեսել է խնդիր եւ սպառնալիք, բայց ես ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն իր ձևովի համար է հիմա ինչ որ փակ հատվածներում, այլ նաև փողերի լվացման հոդված կա, ուրեմն խոշոր հարկերից խուսափելու դրվագ կա, այնպես որ թող նախաքննությունը ընթանա եւ նախապես մեզ չդնենք ինչ որ բանի տեղ էլի։ Ես իրավաբան չեմ, ես իր փաստաբանը չեմ, մեղադրական կողմը չեմ եւ նույնն էլ դուք։ Դուք պարզապես միանգամից վատն եք նկատել այս պարագայում, որովհետև իրենք էլ ասում են մեր ձևովը դա օրինակ ինչ են մտածում, որ հենց բռնությունն է։ Հետաքրքիր է։ Օրինակ նույն Աճապահյանի դեպքում, Աճապահյանը այո մի քանի անգամ իր խոսքի տերն է մնում եւ ասում է այո ես ռազմական հեղաշրջման կոչ եմ արել, ես այդ ճանապարհով իշխանությունը վերցնելու կոչ եմ արել, այո արել եմ, չէ՞։ Ինքը մի քանի անգամ բերման ենթարկվելու ժամանակ, անգամ դատական նիստերի դալիճում մնում է իր համոզմունքին եւ չի փորձում այդպես ցույց տա թե ինքը նման բան նկատի չուներ, ինչպես Սամվել Կարապետյանը, սա Սամվել Կարապետյանի մասին լավ բան չի ասում, այդքանը կասեմ։ Ինչ է։ Ավելի լավ էր իր համոզմունքին մնար եւ ինչը նկատի ունենալով խոսել էր, դա էլ պնդեր միջև վերջ։ Կարծում եմ իր ընտրազանգվածի համար սա ավելի այսպես հարգանքի արժանի կլիներ։ Տիկին Եվ Հակոբյան, իր հպատակության երկրում եւս։
Իշխանությունը արդեն իսկ իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ իրենց վախերը ցույց չեն տալիս կամ ինչպես ընդունված է ասել, ռեժիմը խուճապի մեջ է։ Արման Թաթոյանը հայտարարում է վարչապետ դառնալու ցանկություն ունենալու մասին, միանգամից սկսում են իշխանության ներկայացուցիչների թիրախավորումը, Սերժի Մարտնա, Միշտ իրականորեն։ Սերժի հետ կապ ունի, Նարեկ Կարապետյան Բայց այդպես չի, ներողություն, այդպես չի կարող։ հարցը վերջացնեմ, դուք պատասխանեք։ Նարեկ Կարապետյանն ասում է մենք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ միավորվելու ցանկություն չունենք, Լևոն Տեր-Պետրոսյանի մասով ձեռնպակ կմնան պատասխանել։ Ասում եք, չէ, սուտ է, ժողովուրդ ջան, խաբում են ձեզ։ Ինչու եք նման գործելավոճ որդեգրել։ Հերթով գամ, պարոն Թաթյանի հետ կապված, սա շատ ակնհայտ է ով է։ Միգուցե, օրինակ մի 18 տարեկան քաղաքացի, որը նախկինում հետաքրքրված չի եղել քաղաքականությամբ, հիմա տեսնում է պարոն Թաթոյանին եւ իրեն հետաքրքիր է թե ով է Թաթոյանը։ Դրա համար մենք էլ ունենք, այսպես ասած, նաեւ պարտավորություն մեր քաղաքացիներին բացատրենք իրենց հուզող հարցերը։ Հիմա մենք էլ այդ ծանր պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնում եւ բացատրում ենք մեր այն քաղաքացիներին, որոնք չգիտեն ով է Թաթոյանը, ասում ենք իմացեք, որ Թաթոյանը Սերժ Սարգսյանի փոխնախարարն է, սրտի միպն է, որը անարգելով մարդու բոլոր իրավունքները, այդպես բան էր անում, շատ կոմֆորտ էր իրեն զգում, երբ որ ստիպում էին մեր համարները հրապարակում էին, մեր հասցեները հրապարակում էին, որպեսզի մեզ գային բռնի ուժով տանեին ազգային ժողով ինչ որ բաներ ստորագրելու։ Պարոն Թաթյանը այդ մարդն է։ Անցնենք մյուս դեպքերին։ Ես շատ երկար մեր զրույցի սկզբում ասացի, թե ինչու եմ վստահ, որ այս մեր ձևովը հին ձևերն են եւ նորից չեմ ուզում կրկնվեմ, ես սրանում հիմնավոր համոզված եմ եւ դրա համար ունեմ լիքը հիմքեր եւ սա ոչ մի վախի մասին չի խոսում, հիմա սա քաղաքական խոսակցություն է, որը մենք ունենում ենք մեր քաղաքացիների հետ եւ հերրական միգուցե բանավեճ նաեւ այդ ուժերի հետ։ Թող ասեն ոչ, սուտ եք ասում, Կարեն Կարապետյանը իմ հայրը չէ իրականում, ես էլ մեր ԴՆԹ անալիզը, նա իմ հայրը չէ, կամ սուտ եք ասում, ահա ապացույցները, նա կապ չի ունեցել հանրապետականների հետ, նա չի եղել պատգամավորը Սերժ Սարգսյանի, նա չի եղել նրա աշխատակազմի ղեկավարը, թող գա պարոն Վարդևանյանը ասի, չէ, դուք սուտ եք ասում, երբ եմ ես Քոչարյան պաշտպանել, ինչ կապ ունեմ ես Քոչարյանի հետ, ես երբ եմ եղել Քոչարյանի պատգամավորը, հերրակա բանավեճ է, երբ որ մյուս կողմից չի հնչում այս բաները, սա ավելի ակնհայտ է դարձնում, մեր ասած ախր, սա անգամ վիճելու բան չկա, էլի։ Հա, Կամ երկու հոգու եք ասել, որ գտել։ չէ, մենք չենք միավորվի, չէ, այս էլ մի ուրիշ կոմպոնենտ էր ձեր ասացի, կամ բանը, որ մենք ասում ենք կմիավորվեն, ախր դա էլ է շատ ակնհայտ, դա իրենք են ասում։ Ես կարող եմ տարբեր փուլերում գտնել ուրեմն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորների ինտերվյուներից հատվածները, այս ընթացքում երբ Սամվել Կարապետյանը հայտնվել է քաղաքական դաշտում, գտնեմ ասեմ, ահա, տեսեք, որ իրանք են ասում, որ սա լավագույն սցենարն է միավորվելու, սա միավորվելու լավագույն սցենարն է։ Եվ ինչքան էլ հիմա Նարեկ Կարապետյանը այսպես իր ապաքաղաքական դեմքով կանգնի եւ ասի, որ անհնար է, մենք չենք միավորվելու, սա 100% ճշմարտություն է, որ միավորվելու են։ Բայց ելի եմ ասում, մեր հույսը ոչ թե նրանց չմիավորվելն է, այլ այն համոզմունքն է, որ մենք իրականում ունենալու ենք այն վստահությունը քաղաքացիներից, որ նրանց միավորումը ոչինչ չփոխի մեր քաղաքացիների ուրեմն որոշման մեջ, ինչպես Գյումրիում եղավ։ Դուք 5000 հոգուց Տիկին Հակոբյան 2 հոգու եք գտել, որտեղ Նարեկ Կարապետյանն ասում է 1.5 ամսում մեզ 5000 կամավոր է միացել։ Հիմա դուք 5000-ի մեջից 2 հոգու եք գտել, մեկը իր հայրն է, մյուսն էլ Արամ Վարդևանյանը եւ ասում եք, որ Քոչարյանականներ Ասենց շատ կան մարդիկ, որոնք իրենց հետ նախկինների հետ փոխկապակցված են եւ 5000 մարդու իրենք թիվ են հնչեցնում, այսինքն նշանակում է նրանք 5000 մարդու միգուցե, չգիտեմ, պայուսակներ են բաժանել, միգուցե նրանց հետ ձերքսեղմում են ունեցել եւ եթե ընդունենք անգամ այդ 5000 մարդը իրենց աջակցությունը, ապա եկեք համաձայնեք, որ 5000-ը շատ քիչ է հավակնություն ունենալու իշխանության։ Ես չեմ բացառում, որ 5000 մարդ կարող են նրանց լավ վերաբերվել, որովհետև ինչ որ փուլերում, ինչ որ բարեգործություններ են եղել, բայց պետք է տարբերակել բարեգործությունը քաղաքականությունից։
Տիկին Հակոբյան, մարդիկ ցույց տալով Մոլդովայի օրինակը, ասում են, որ պետք է իշխանությունը գոնե, ասում են, մի հարցում վճռականություն ունենա, ասում են, ամեն ինչ տապալել է ժողովրդավարության հետ կապված բարեփոխումները, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքար, թալանվածի վերադարձ, ասում են, գոնե այս մարտի 1-ի վճռից հետո Ստրասբուրգից եկած կտրուկ որոշումների գնա եւ որոշ ուժերի թույլ չտա մասնակցել ընտրություններին, որոնք կապ են ունեցել, տալիս են Ռոբերտ Քոչարյանի անունը, Դաշնակցության, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Հանրապետականի իշխանության սցենարներում կա նման քայլեր, գործողություններ, թե ոչ։ Քանի որ մենք ժողովրդավարության բարեփոխումները չենք տապալել եւ շատ հիմնավոր կանգնած ենք դրա ակունքներում, մենք չենք կարող հասարակության որոշ հատվածի այսպես արդարացի բողոքներին տրվել եւ այնպիսի քայլեր անել առանց քննարկումների եւ առանց մեր ձեռքում այսպես կարծր հիմքերի, որը հետո կարող է սպառնալ ժողովրդավարությանը բոլոր դեպքերում բոլոր սցենարները հետագայում արդեն բոլոր ձեր նկարագրած հասարակության առաջարկները հետագայում հիմքեր ունենալու դեպքում հիմնավոր կներկայացվի, եթե լինեն նման ուրեմն պահանջներ եւ հիմքեր։ Ուզում եմ ասել, որ այդպես չենք կարող ուղղակի ինչ որ մեկին արգելելու համար բան անել, ժողովրդավարության վրայով անցնել եւ վստահ եղեք, եթե լինեն այն հիմքերը, որը օրինակ Մոլդովայում կային ձեռքում մարդկանց, հենց ժողովրդավարությունը պաշտպանելու համար, պետականությունը պաշտպանելու համար, օտար ազդեցությունից մեր երկիրը պաշտպանելու համար, անգամ այդ քայլերը շատ արդարացված կլինեն։ Բայց օրինակ դաշնակցության մասին է խոսում, կա դաշնակցությունը փակելու մտադրություն, թե ոչ։ Տեսեք, ես եւս մեկ անգամ պարզաբանեմ, քանի որ ինձանից է սկսվել այդ խոսակցությունը, երբ Բագրատ Գալստանյանի այս մեղադրանքի այդ ապացույցները ներկայացվելու օրերին նաև խոզարկություններ տեղի ունեցան դաշնակցական տարբեր մարդկանց քաղաքացիների տներում եւ ինչ-որ բաներ հայտնաբերվեցին, հետո նաև դաշնակցական падգամավորների ձայնագրությունները եւ այլն, նրանց ներգրավվածությունը ներկայացվեց մեզ եւ այդ օրը փոքր տեսանյութ եմ նկարել, որտեղ այսպես խոսքիս վերջում ասել եմ, որ միգուցե ճիշտ էր բանը Լևոն Տեր-Պետրոսյանը եւ պետք է դաշնակցությունը փակել։ Եվ այս խոսքը ես երևի հունիսին էր երևի, չէ, դեպքերը։ Հունիսից մինչև հիմա դաշնակցությունը այսպես բան արել, վերցրել է եւ իր համար օրակարգ է դարձրել եւ գրեթե ամենօրյա գրաֆիկով այս մասին խոսում են, իշխանությունը ուզում է փակել բան եւ իդեպ օրերս վերջին հարցապատասխանի ժամանակ կառավարության հետ դաշնակցական падգամավորը հարցրեց նաեւ վարչապետին այս մասին եւ վարչապետը շատ պարզ ասաց, որ դաշնակցությունը ինքն իրան փակում է։ Երբ որ այնպիսի բաներ է անում, խոսում, որը ինքն իրեն ոչնչացնելու ուղիղ գործընթաց է եւ շատ մարդիկ այլևս դաշնակցական չլինի, հենց իրենց արածների պատճառով չեն ընտրի դաշնակցություն, իսկ եթե չունես հասարակական աջակցություն, դու չես կարող լինել հասարակության ուրեմն ներկայությունը ենթադրող կառույց, այսինքն կուսակցություն։ Իսկ Գյումրիում դուք ինչ պլաններ ունեք, ուզում եք իշխանափոխության հասնել, քաղաքապետի փոփոխության հասնել, թե ոչ։ Մենք Որտեղ նման Ադամ սցենարներ Ղուկասյանը չենք քննարկել։ անհանգստացած է, ասում է, ինձ ուզում են ֆիզիկապես ոչնչացնել, որովհետև ասում է քաղաքական եւ հասարակական կյանքից հեռացնել, դա է նշանակում։ Տեսեք, Վարդան Ղուկասյանն ասում է, որ իրեն ինքը մի քանի անգամ ասել է, որ իրեն ուզում են վերացնեն, ինքը նկատի ուներ Սերժ Սարգսյանին, եթե կհիշեք, որ իրեն նաև մահափորձ է եղել իր նկատմամբ եւ ինքը չի մահացել, այլ մահացել են այլ մարդիկ սպանվել են, ինքը այդ դեպքերն էր հիշեցնում եւ քանի որ այդպես ոչ հստակ է խոսում պարոն Ղուկասյանը, միգուցե դրա համար մոլորություն է առաջացել, թե մենք ենք ուզում իրեն սպանել
Ինքը նկատի ուներ նախկին իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից իրեն սպանելու ինչ-որ տենց մեղադրանքը, որ ինքը Հիմա ուղիղ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջ ժամանակ վերելով հեսա կգամ դրան։ Մենք ֆիզիկական ոչնչացման սպառնալիք չենք կարող ոչ մեկին տալ, հասկանում եք։ Ինչ վերաբերում է իր պաշտոնի հետ կապված անհանգստություն, ես ուզում եմ հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանը մտավ քաղաքականություն այն օրը, երբ դուրս եկավ նախաքննական մարմնից եւ հայտարարեց, որ ինքը իր համար հանգիստ ապրում էր եւ մենք ստիպեցինք իրեն մտնել քաղաքականություն։ Ինքը նախաքննական մարմնից դուրս է եկել, որովհետև իր հանդեպ եղել են գործողություններ իր նախկինում արածի հետ կապված։ Եվ հետո ինքը որոշել է մտնել քաղաքականություն, որովհետև այդպես հարմար է դիրքավորվել որպես քաղհալածյալ, քաղբանտարկյալ միգուցե եւ ունենալ ինչ որ աջակցություն կամ այդպես խղճահարություն առաջացնել եւ մարդիկ իրեն որոշակի աջակցություն տան։ Այնպես որ սա է ամբողջ սցենարը, խնդրում եմ իրադարձությունների հաջորդականությունը միշտ հիշել, որ ոչ թե Վարդան Ղուկասյանը հաղթել է ընտրություններում եւ նրան մենք ուզում ենք, որ նա չլինի իշխանություն, մենք լինենք Գյումրիի իշխանության, դրա համար է ինչ որ նրա հետ կապված ինչ որ գործողություններ սկսված, այլ գործողություններ սկսվել են եւ ինքը մտել է քաղաքականություն։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մեր համայնքների գրեթե կեսում, հիմա հստակ թիվ չեմ կարող նշել տոկոսներով, բայց գրեթե կեսում մենք իշխանություն չենք։ Քաղաքացիական պայմանագիրը կամ պարտվել է կամ չի հավակնել անգամ լինել իշխանության, այնպես որ նորմալ է, որ ժողովրդավարական երկրներում տարբեր ուժեր հավակնեն, հաղթեն ընտրություններում, ստանձնեն իշխանություն, համագործակցեն որոշ դեպքերում չէ իշխանության հետ եւ մենք բացարձակ վախ չունենք ինչ որ տեղերում իշխանություն չլինելու, ուզում եմ ասել հակառակը, եթե այնպես ստացվի որ բոլոր տեղերում մենք լինենք իշխանություն, այդտեղ է պետք անհանգստանալ, ինչպես ժամանակին, ուրեմն հանրապետականների ժամանակ դուք կարող եք միայն երբ որ Գարիկը Սարգսյան ուրեմն նոր կյանքում հաղթել էր, սա մեծ իրադարձություն էր ընդդիմադիր դաշտում, որովհետեւ ոնց կարող էր ընդդիմադիր այդ պատկերացնեք ինչպիսի աջակցություն ունեին պարոն Սարգսյանը, որ չեն կարողացել այնտեղ կեղծել ընտրություն եւ այնտեղ իշխանություն է դարձել մի Գարիկ Սարգսյան եւ նա այն որ բանն է էլի այտենց մունետիկ է մի հատ է իրանից էլ չկար ընդդիմադիր դաշտում եթե որոշ դեպքերում հա կարող էր իրենց կոալիցիոն գործընկերներից որոշները լինեին բայց ոչ ընդդիմադիր դաշտից այս է անհանգստանալու բան ոչ թե որ ընդդիմադիր հայացքներով մարդը կարող է հաղթել թիմում սա նորմալ է որովհետեւ թիմը այլ բանի մասին է Տիկին Հակոբյանից Նիկոլ Փաշինյանի ասած դուրս հանելը, վռնդելը հասարակական քաղաքական կյանքից ինչպես է արտացոլվելու, ինչպես ենք ականատես լինելու դրան։ Մենք չենք քննարկել սցենարներ, բայց սկզբունքի առումով ասեմ, էլի։ Այսինքն մենք քննարկում չենք ունեցել, որ պարոն Ղուկասյանը չպետք է լինի քաղաքապետ եւ մենք ինչ որ սցենար ունենք, որով գնում ենք, այդպես չէ։ Հարցը նրա հայտարարությունն է, շատ ազնիվ հայտարարությունն է, որ այլ իր աջակիցներ, քաղաքական իր ուրեմն եղբայրները, աջակիցները, հա, չեն ասում բարձրաձայն, պարոն Ղուկասյանը ասաց բարձրաձայն։ Սա պետականության զոհաբերումն է, որովհետև ըստ նրա կամ դու թուրքահապատակ շան տղա ես, կամ Ռուսաստանի հետ միութենական պետության մաս լինելու ուրեմն ջատագով, այսինքն այս երկու տարբերակն է, այլ բան չկա։ Սա ուղիղ պետականությանը ուրեմն սպառնալիք է, ինչը անթույլատրելի է եւ եթե մենք այս եւ տարուց ավել է չէ որ դաշնակցական 004 շրջաբերականի մասին լուրերը հայտնվել են եթե մենք այս ընթացքում անընդհատ հա բան են անում հերքում են այս դեպքում ինքը շատ բարձրաձայն ասաց այսինքն շատ դեպք չէ բայց նաև ուզում եմ նաև հիշեցնել ես նոր հիշեցի Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ինքը իր ասուլիսներից մեկում ասում էր որ ինքը այո Հայաստանը տեսնում է միութենական Ռուսաստանի հետ միավորի ներքո այսինքն ոչ միայն 004 շրջաբերականն է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը այլև Վարդան Ղուկասյանի եւ սա ուղղակի պորտկում չէ սա տեսլական է քաղաքական դաշտում եղած ֆիգուրների հա որոշ դեպքերում որոշ տեղերում հաղթած ֆիգուրների տեսլական է եւ հավանական սցենար է մեր այլընտրանքի Այսինքն, տեսեք, Վարդան Ղուկասյանը հաղթել է Հայաստանի երկրորդ քաղաքի թիմ ընտրություններում։ Ռոբերտ Քոչարյանը ամենամեծ ընդդիմադիր ուժն է, հա, դաշնակցությունը նրա քաղաքական հենարանը ընդդիմադիր ամենամեծ ուժն է խորհրդարանում եւ սա ամենամեծ այլընտրանքն է
իշխող ուժին, հետևաբար սա ուղիղ վտանգ է մեր պետականությանը, եւ ես որ ասում եմ վախը մեր իշխանություն չլինելու, ոչ թե ընդհանրապես մեր իշխանության չլինելն է, այլ այլընտրանքն է, այս սրա մասին եմ խոսում։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։